Հայաստանը դարձել է խոշոր տերությունների բախման կետ, ինչը նոր անվտանգային մարտահրավերներ է առաջացնում այլընտրանքային նախագծեր խմբի Հայաստանի եւ հայկական աշխարհի անվտանգություն թեմայով քննարկումը երկրի անվտանգությանը սպառնացող հիմնական գործոնների մասին է։ Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունները, որ այսօր Հայաստանում բառից բուն իմաստով մի քանի տոկոսի է հետաքրքրում կամ անհանգստացնում։ Հաջորդը Ադրբեջանի կողմից Հայաստանի տնտեսական կախվածության ահռելի մեծացման հեռանկարն է, որը կարծես թե Հայաստանը դրան գնում է գրկաբաց։ Ի վերջո այս ամեն ինչը կատարվում է նախընտրական փուլում, որտեղ պարզվում է, որ Թուրքիան ունի նախընտրած թեկնածու։ Սա նոր պատմական իրողություն է, որ մի քանի սերունդ հայ ժողովրդի դա չէր տեսել եւ հիմա մենք տեսնում ենք։ Երկիրը չի կարող սահմանների լինի ուժեղ, եթե ներսում կատարվում են այլանդակություններ։ Իսկ այսօր իրավական տեսակետից Հայաստանում իրոք կատարվում են շատ վտանգավոր այլանդակություններ, որտեղ ներքաշված են ամբողջական պետական ինստիտուտներ։ Իրական խաղացողը Ադրբեջանը չէ, կարծում է Անդրանիկ Թևանյանը, այն որ Անկարան անթաքույց համակրանք ունի Փաշինյանի նկատմամբ պատահական չէ։ Ֆիդանի հայտարարության գինը Թևանյանը թվարկում է կետերով։ Առաջին հայկական ատոմակայանի փակում, երկրորդ Հայաստանի դուրսբերում հապկից եւ ընդհանրապես զրկում դաշնակիցներից, երրորդ 102-րդ ռուսական ռազմաբազայի հեռացում Գյումրիից, չորրորդ Զանգեզուրի միջանցք, հինգերորդ ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում, 6-րդ Հայաստանի հանքերի փակում, 7-րդ հայկական ինքնությունից հրաժարում, որի դրսևորումներից մեկն է նաև եկեղեցու դեմ արշավը, 7-րդ ռազմատուգանք, քանի որ եթե Հայաստանը պաշտոնապես ընկալում է, որ Ադրբեջանում ապօրինի գործունեություն է իրականացվել զինված ուժերի կողմից, ապա Ադրբեջանը, այսպես ասած, լեգիտիմ իրավունք է ստանում ռազմատուգանք պահանջել։ 8-րդ Հայաստանի պետական կառավարման համակարգի եւ մասնավորապես սահմանադրության փոփոխություն, որտեղ հրաժարվում ենք ամբողջությամբ երրորդ հանրապետության ստեղծման հիմքերից։ Եթե այսպես շարքը շարունակենք, ավելի կարճ կարելի է ձևակերպել, որ մեզ առաջարկում են արևմտյան Ադրբեջան։ Անդրանիկ Թևանյանի խոսքով այս ամենը քողարկվում է խաղաղության անվան տակ։ Թրամփի ուղին, ասում է, նույն Զանգեզուրի միջանցքն է, շահում են Թուրքիան, Ադրբեջանը, տնտեսապես գուցե ԱՄՆ-ն, բայց ոչ Հայաստանի Հանրապետությունը։ Պետք է վերաբանակցենք Թրամփի ուղու հետ կապված խնդիրները, օգոստոսի 8-ի հայտարարության հետ կապված նույնպես պետք է բանակցություններ վարվեն եւ հստակ պետք է երևան, թե ինչ երաշխիքներ են տրամադրվում։ Առաջիկա ընտրությունների ժամանակ մենք պետք է հստակ հարցադրումներով հանդես գանք։ Դուք ուզում եք լինի արևմտյան Ադրբեջան, թե Հայաստանի Հանրապետություն։ Մայր Հայաստան կուսակցության ղեկավարի գնահատմամբ Հայաստանին պետք է իրական ապաշրջափակում, այսինքն պարիտետային սկզբունքով հնարավորություն Նախիջևանի տարածքով ապրանքներ արտահանել եւ Իրան եւ Ադրբեջանի տարածքով Ռուսաստան։ Հակառակ պարագայում Հայաստանը ստանում է միակողմանի զիջումներ առանց երաշխավորի։ Պատկերացնենք, որ ձեր դիմաց նստած է իշխանության ներկայացուցիչը կամ ղեկավարը ինքը անմիջապես ասելու է. ես չեմ, ուրեմն լինելու է պատերազմ, այդ իրաց թեզն է։ Հիմա մենք ոնց ենք հայրությանը ասում, որ դա ամենևին այդպես չէ, տրիպի վերաբանակցումը ասելու է ում չի բանակցելու մյուս կողմը, արդեն ես թուղթը ստորագրել եմ, ինչ ենք անում, եւ երրորդ այն բոլոր կետերը, որ դուք թվարկում էիք, որ Ադրբեջանը սա է ստանալու ընտրությունից հետո, ասել է, բայց իսկական խաղաղություն է դա։ Մենք խելագարության կանխավարկածով չենք առաջնորդվում, որ ասենք, որ գալու ենք ու Ամերիկային պատերազմ հետարենք, ընդհակառակը մենք Ամերիկայի հետ նորմալ հարաբերություններ ենք հաստատելու եւ Թրամփի պրագմատիկ քաղաքականությունը պետք է փոխլրացնել։ Հետեւյալով, եթե դուք ուզում եք, որ լինի ապաշրջափակում, ապա մենք պարիտետային սկզբունքով պետք է ստանանք հնարավորություն։ Ով իրական խաղաղությունը հնարավոր է, երբ որ դու չես դառնում Զելենսկի։ Նիկոլ Փաշինյանը դա հայկական Զելենսկին ու Սաակաշվիլին է եւ իր բոլոր գործողությունները հուշում են դրա մասին, որովհետեւ առնվազն հիմարություն ու անմեղսունակություն է, իսկ իրականում դավաճանություն եւ դավադրություն Երկիրը միանձնյա կառավարելուց մինչև մայր օրենքի ոտնահարում։ Վահե Հովհաննիսյանի գնահատմամբ իրավական անվտանգության տեսանկյունից ակնհայտ է, որ անդունդում ենք։ Պատգամավոր Էլինար Վարդանյանի խոսքով անվտանգային սպառնալիքները երկուսն են՝ արտաքին եւ ներքին։ Նոր աշխարհակարգի ձևավորման պայմաններում պետք է ոտքի տակ չընկնենք, ընտրելով ճիշտ դաշնակիցներ, ասում է Վարդանյանը։
Մենք ունենք այնպիսի իշխանություններ, որոնք շատ մեծ հաջողությամբ կարող են երկիրը հասցնել այն վիճակի, որ այս աշխարհաքաղաքական իրավիճակում կընկնենք խոշոր պետությունների ոտքի տակ։ Երկրորդ ասպեկտը դա հիբրիդային պատերազմն է, ընդ որում ոչ այն տեսքով, ինչ ներկայացնում են այսօրվա իշխանությունները, այդ մասին մենք քննարկում ունեցել ենք եւ լուրջ քննարկել ենք, թե իրականում ինչպիսի հիբրիդային սպառնալիքներ կան Հայաստանի անվտանգությանը եւ նաեւ ֆիքսել, որ այդ հիբրիդային սպառնալիքների ծնող աղբյուրներից մեկը այսօրվա իշխանություններն են հանդիսանում։ Ներքին անվտանգության առումով Էլինար Վարդանյանն առանձնացնում է իրավական, տնտեսական, կրթական անվտանգությունը, ընդգծում սոցիալական անարդարության դրսևորումները։ Երբ այս իշխանությունները 16.7 միլիարդ դրամ հատկացնում են պարգևավճարներին, այն պարագայում, երբ Հայաստանում կա 500,000-ից ավել թոշակառու եւ նրանց միջին թոշակը կազմում է 49,000 դրամ, իսկ սպառողական զամբյուղը 82,000 դրամ է, այս պարագայում պարգևավճարների ֆոնին թոշակառուների այս վիճակը սոցիալական արդարության մասին ընդհանրապես ուրեմն խոսք լինել չի կարող այս մթնոլորտում եւ դա էլ իր հերթին բերում է նաեւ հանրային մթնոլորտի ձևախեղման, որովհետեւ չի կարող թոշակառուն նորմալ վերաբերվել այն ուրեմն պայտական պաշտոնյաներին, ովքեր ստանում են այնքան պարգևավճար, որը նա կստանար իր թոշակի պարագայում 10 տարվա ընթացքում։ Տնտեսական բլոկում ներդրումներն են մտահոգիչ, պոտենցիալ ներդրողներին, եթե որպես հանցագործ ես վերաբերվում, այլ ներդրողներին վանում ես, ասում է Վարդանյանը, վկայակոչելով հեծի օրինակը։ Նա մտահոգիչ է համարում նաև իրավական անվտանգությունը։ Մենք ունենք մեկ անձին ծառայող իրավապահ համակարգ, խոսքը վերաբերում է եւ ոստիկանությանը, եւ քննչական մարմիններին, եւ դատախազությանը։ Մենք ունենք դատական համակարգ, որը որ մեծամասամբ կատարում է նույն անձի ցանկությունները, ինչու եմ ասում մեծամասամբ, որովհետև մնացել են հատուկենտ դատավորներ, ովքեր առաջնորդվում են օրենքով եւ իրավունքով, ունենք բարձրագույն դատական խորհուրդ, որը ելի այդ մեկ անձի կամակատարն է եւ դատական համակարգի համար երաշխիքներ ստեղծելու փոխարեն դարձել է մահակ հենց այդ նույն դատական իշխանության եւ դատավորների համար։ Վայ Հովհաննիսյանի խոսքով խնդիրներն ակնհայտ են, բայց ինչու է մեր հասարակության կեսից ավելին ապակողմնորոշված, ում ընտրել եւ ինչպես ուղղորդել նրանց դեպի ընտրատեղամաս։ Երբ որ սկսեց եկեղեցու հանդեպ այլանդակությունը, հաշված ամիսների ընթացքում ահռելի կոնսոլիդացիա գնաց եկեղեցու շուրջ եւ այդ այլանդակությունը ինքը ջարդվելու է, ինքը բարդություն է կրելու, որովհետև հնարավոր չի հաղթել մի բանի, որի շուրջ ահռելի կոնսոլիդացիա եւ որի շուրջ իդեպ կոնսոլիդացվել է երիտասարդությունը։ Թվում է, թե բոլոր պարամետրերով հասունացել է այն պահը, որ հանգիստ է ժողովուրդը կարող է ասել ձեզ տեսություն, բայց մյուս կողմից չենք տեսնում այդ էլեկտորալ ակտիվությունը։ Ժամանակը իրականում շատ կարճ է, որովհետև մենք պետք է կարողանանք այն մարդկանց, ովքեր դժգոհ են, սակայն կարծում են, որ իրենցով ոչինչ չի փոխվի, որովհետև իրենց համոզել են, որ իրենց ձայնով ոչինչ չի փոխվի, պետք է համոզել, որ իրենց ձայնը իսկապես արժեք ունի եւ իրենց ձայնը հենց որոշիչ է լինելու։ Քննարկման մասնակիցները ներկայացնում են երկրի անվտանգային խնդիրների լուծման իրենց տեսլականը։ Պաշտպանության նախկին փոխնախարարի գնահատմամբ առաջին հերթին պետք է ունենալ ազգային անվտանգության ռազմավարություն։ Մենք պետք է կարողանանք արդեն նոր ազգային անվտանգության ռազմավարություն մշակել, ընդ որում շատ արագ, որտեղ փոխվել են բոլոր պարամետրերը, ամբողջը պետք է տեղավորվի տեխնոլոգիական եւ կիբեր տարածքում, եւ այդտեղ մենք պետք է ունենանք գերակայություն Ադրբեջանի նկատմամբ։ Ինչու է փլուզվել հայկական աշխարհը, ինչու է Սփյուռքը պառակտված ու լուռ եւ պատշաճ չի արձագանքում Հայաստանում կատարվող իրադարձություններին։ Եկեղեցու դեմ արշավը իրականում լրջագույն սպառնալիք է ամբողջ Սփյուռքի համար։ 2-3 թեզեր, մեկ որ Մայրաթորը, չգիտեմ, տարբեր եպիսկոպոսներ ԿԳԲ-ի գործակալ են, թե վայ ինչի է այլ երկրի քաղաքացի եւ սպառնալիք է մեր բոլոր թեմերի համար, նվիրապետական աթոռների համար։ Սրանց ուղեղը չի ասում, որ իրենք ներքին եկեղեցու դեմ պայքարով իրենք լուրջ սպառնալիք են Պոլսո պատրիարքությանը, որտեղ Պոլսո պատրիարք կարող է ընտրվել միայն Թուրքիայի Հանրապետության քաղաքացի։ Ստեղծված վիճակից դուրս գալու ելքը ընդդիմադիրները տեսնում են անտարբերությունը հաղթահարելու համախմբվածության ու համերաշխության ճանապարհով, այլապես հետևանքները կարող են անդառնալի լինել, ընդհուպ մինչև հայրենիքի ամբողջական կորուստ։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։